հոգեվորական, որին օծել է Վեհապար Հայրապետը։ Հիմա դուք այս իրավիճակում ինչպես եք պատկերացնում, ինչ պետք է եք, հա։ Լավ, դժոխք չի պատասխանում։ Չի պատասխանում։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Բարեզիս։ Կարգալույց եղած հոգևորականի պատարագին ինչպես եք հաստատում։ Ով է ասել որ կարգալույց է։ Հայտարարվել է, մայլակում է հայտարարվել։ Կարգալույցից է սամաց։ Կրկնում եմ, հայ առաքելական եկեղեցու կանոնագրքով նախատեսված բազմաթիվ կանոններ խախտած եւ սրբապղծություն իրականացրած մարդիկ չեն կարող որևէ իրենց որոշումները իմ համար գոնե որևէ արժեք չունեն։ Ինչպես են օծել, իսկ ինչպես են օծել։ Պարոն Պապոյան, ձեր ասածն այն մարդիկ օծել են այդ հոգևորական։ Իսկ քահանաներին այսինքն չեք ընդունում, որոնք ծածեն իրենք նույն կառույցի կողմից։ Բոլոր այն մարդիկ, որոնք իսկ այդպիսի հոգևորականները բազմաթիվ են ու շատ են, նրանք որոնք հետևում են կանոնների կանոնագրքին, իհարկե համարում ենք եւ իհարկե նրանք մեր հոգևոր հայրերն են, բայց այդ մարդիկն են։ Հիմա Ստեփան Ասատրյանը չի հետևում։ Բարոզես, Ինչպես է։ Սա ինչպես եք դուք մեկնաբանում։ Երբեմն։ Բարև, ո՞նց եք։ Լավ եք, շնորհակալություն։ Պարոն Պապոյան, ինչպես են Վեհապարը ազատելու։ Ինչ գործընթաց է իշխանությունը գործադրելու Գարեգին բեին հեռացնելու համար։ Պարոն Պապոյան, հարց եմ տալիս, ինչ եք արհամարում։ Պարոն Պապոյան, խոսենք։ Ինչպես եք Վեհապարին հեռացնելու, պարոն Պապոյան։ Ինչպես է Դուք ինչ եք ինձ հետապնդում։ Հետապնդում եք ինձ։ Այո, դուք ինձ հետապնդում եք։ Պապոյան, Վարդապետի այսօրվա հայտարարությունը տեսել եք։ Լավ եք, ժողովուրդ։ Պարոն Պապոյան, խնդրում եմ Վարդապետի այսօրվա հայտարարությունը մեկնաբանեք։ Ո՞նց եք։ Լավ ենք դուք լավ։ Կարող թողեք ժողովրդի հետ շփվեն։ Չէ, դուք հետապնդում եք, թողեք ժողովրդի հետ շփվեն։ Կարծես բոլորին ճանաչում եք, ձեր ծանոթները։ Իհարկե ծանոթներ չենք։ Մարդիկ էլ դες նայում են ուղիղ եթերով, պարոն Պապոյան։ Ես այդ հազարավոր մարդկանց ուղարկում եմ այսպես սրտիկ։ Այո, ապրեք, մենք նույնպես գնացինք։ Իսկ դուք այստեղ սպասեք անդադ խոսելու։ Բոլորին